Ռուսաստանում Ռոբլոքսի արգելափակումից հետո Վլադիմիր Պուտինը 63,000 նամակ ստացավ մեկ շաբաթում։ Նամակները գրել էին 8-ից 16 տարեկան երեխաներ։ LGBT պրոպագանդայի, ռիսկային բովանդակության մեղադրանքներով Ռոբլոքսը Ռուսաստանում դեռ անհասանելի է, իսկ Հայաստանում այն 4-րդ ամենաներբեռնված հավելվածն է եւ անգամ միասնական ուսումնասիրություն չկա հավելվածի վտանգների մասին։ Հայաստանի խնդիրներից մեկը նա որ ոչ մի հետազոտություն չկա։ Այսինքն մենք չգիտենք ինչ է կատարվում մեր երեխեքի հետ։ Եվ այն բոլոր մտահոգությունները հիմնված են ինչ-որ լեգենդների վրա, եւ կարող է խնդիրներ, որոնց մասին մենք չգիտենք, իսկ այն խնդիրները, որոնք մենք քննարկում ենք, ուղղակի Հայաստանում գոյություն չունեն։ Նազելիի որդին բազմաթիվ երեխաների նման խաղային կախվածություն ունի։ Առողջական խնդիրը վերահսկելու համար ծնողները նրան պլանշետ են տվել։ Արդյունքում տղան հայտնվել է օնլայն խաղերի թագարթում։ Ագրեսիվ է դարձել, ախորժակի կորուստ, ուշադրության կենտրոնացման, ինքնասպասարկման խնդիրներ ունի։ Փորձում են հաղթահարել տարբեր միջոցներով։ Խմբակներ, դասեր, քայլել, զբոսանք, ինչը որ հնարավոր է, ամեն ինչ, որպեսզի իրանք չներգրավեն խաղերի մեջ։ Երբ որ սկզբից սկսում էինք այդ ամեն ինչը, երեխային ոչինչ չէր հետաքրքրում։ Այսինքն այդ խաղերը իրանք թմրանյութի նման հավասար բաներ են, որ երեխան կարա գիշերը քնած ժամանակ վատ երազներ տեսնա, երազներից քունը խանգարվի, ցերեկը դու ժամերով տանջվես խաղերի պատճառով ախորժակի կորուստ է նույնիսկ լինում։ Հունվարի 29-ին Մխիթար Հայրապետյանի գրառումից հետո ծնողներ, մանկավարժներ հյուրընկալվեցին բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում քննարկելու Ռոբլոքսի, Brawl Stars-ի, PUBG-ի եւ օնլայն այլ խաղերի վերաբերյալ մտահոգություններն ու լսելու նախարարի առաջարկները։ Քննարկման ընթացքում ներկայացվել են փաստարկներ, որ ներկայումս գոյություն ունեն մի շարք գործիքներ եւ լուծումներ, որոնք նպաստում են առցանց հարթակներից գրագետ օգտվելուն եւ ռիսկերի նվազեցմանը։ Խնդիրը հիմնականում այդ գործիքների վերաբերյալ իրազեկվածության պակասն է, ուստի կարեւոր է ապահովել համապատասխան տեղեկատվության հասանելիությունը քաղաքացիների առավել լայն շրջանակների համար։ Նախարարությունում քննարկեցին եւ որոշեցին չարգելափակել խաղերը։ Հանդիպանը ներկա Սամվել Մարտիրոսյանն ասում է, արգելափակումը լավագույն լուծումը չէ։ Մեծ գումարներ են ծախսվելու անիմաստ, մինչդեռ համացանցը հեղեղված է նմանատիպ այլ խաղերով։ Արգելքով դու ենթադրենք երեխաները չեն կարողանում մտնել այդտեղ, որովհետեւ իրականում հենց որ VPN քաշեն, հանգիստ կարողանան մտնել։ Բայց ենթադրենք երեխաները այդ տեխնիկական լուծումը չգիտեն եւ Roblox-ը արգելափակվել է։ Ինչ արենում, իրանք գնում են սկսում են ուրիշ խաղ խաղալ։ Այդ էս փակում, հետո մյուսն են սկսում խաղալ, դուք հասկանում եք, որ խաղային պլատֆորմների քանակը անվերջ է այսօր։ Հափշտակությունները եւ կախվածության առաջացումն ամենատարածված խնդիրներն են օնլայն խաղերում։ Ստեղծարարները Telegram-ով կապվում են երեխաների հետ, առաջարկում բոնուսներ ու նվերներ, դրա դիմաց պահանջում անձնական ու բանկային տվյալներ։ Որոշ երեխաներ տրամադրում են ծնողների քարտի տվյալները, առանց նրանց տեղյակ պահելու։ Նազելին եւս բախվել է այս խնդրին։ Բախտը բերել է այդ պահին երեխայի մոտ է եղել։ Roblox-ի միջոցով իմ երեխայից փորձել էին ճշտել մեր տան հասցեն, որտեղ են աշխատում ծնողներդ, ինչ ազգության երեխա ես դու, քո տարիքը, ասենք, եթե ես այդ պահին երեխայի կողքին չլինեի, ես չգիտեի էլ ինչ ինֆորմացիա իրանք կհարցնեին։ Օնլայն խաղերի հարցում մտահոգությունները ցույց են տալիս համակարգային բացերը։ Մասնագետի պնդմամբ դրանց համապարփակ ուսումնասիրությունը պետք է դառնա կառավարության առաջնահերթություններից մեկը, իսկ մինչ պետությունը կգտնի լուծումներ, հազարավոր երեխաներ շարունակում են խաղերից կախվածություն ունենալ եւ զեղծարարների զոհ դառնալ։ Սեդա Գյուրեղյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։